Մոտ մեկ ամիս կանանց միամսյակի առթիվ Երևանի պատմության թանգարանում գործում է Երևանի կանայք ժամանակի դիմագծեր խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որի հիմքում թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված լուսանկարներն են, որոնք ներկայացնում են Երևանի կանանց կերպարներն ու պատմությունները 19-րդ դարից մինչև մեր օրեր։ Այս թեմայի շուրջ էլ խոսելու ենք մեր տաղավարում հյուրընկալված Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, թանգարանագետ Գևորգ Օրբելյանի հետ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի, իսկ դուք շնորհավորում եմ նախ օգտվելով առիթից մեկ ամսյակի կապակցությամբ։ Շնորհակալ ենք։ Ինձ հետաքրքիր է ինչ լուսանկարներ են եւ որտեղից է ծնվել գաղափարը։ Եվ ձեզ համար որն է ամենաքինդ։ Ես այսպես նայում էի մեկը մյուսին չզիջող, այսպես եկած մի քանի տասնամյակի պատմությամբ։ Նախ ասեմ արդեն, որ երկրորդ տարին է մեր թանգարանում հենց այս կանանց տոների մեկամսյակի շրջանակում փորձում ենք հետաքրքիր նախաձեռնություններ ցուցաբերել եւ անցած տարի ունենք մեկ այլ ֆորմատի ցուցահանդես կանանց զգեստապարանի գաղտնիքը խորագրով, որտեղ ցուցադրում էինք ասեղնագործ իրեր, կորսետներ եւ հետաքրքիր ուրեմն մեր թանգարանային նմուշներից, բայց այս տարի չխախտելով այդ ավանդույթը որոշեցինք լուսանկարների միջոցով իրականացնել այդ ցուցահանդեսը, քանի որ հայեցակարգային առումով ցուցադրությունը բաղկացած է 3 հիմնական ուրեմն սկզբունքների շուրջ։ Նախ այն հավաքածուն, որ մենք ունենք, քանի որ մենք ունենք ֆոտոֆոնո արխիվ թանգարանում, որտեղ պահպանվում են շուրջ 12000 Երևան քաղաքի եւ մարդկանց վերաբերյալ լուսանկարներ, ընտրեցինք սելեկտիվ այդտեղից ուրեմն կանանց վերաբերող այն հայտնի նկարները, որոնք ոչ հայտնիները, որոնք երբևիցե չեն ցուցադրվել։ Դա ներառում է մյուս փուլը, որ արդեն խորհրդային շրջանի կանանց մասը պիտի ծածկեր, այսպես ասած, ցուցադրության կոնտեքստը, որտեղ ներկայացված է կինը որպես բացի այդ ավանդական տարազներից, նաև խորհրդային շրջանի որպես թե բանվորուհիներ, աշխատուհիներ, տեքստիլ արդյունաբերություն, ժամացույցի գործանում եւ գրողներ, հասարակական գործիչներ։ Այստեղ մեր հավաքածու մի փոքր թույլ էր եւ դիմեցինք մեր գործընկեր թանգարանի օգնությանը, գրականության արվեստի թանգարանին, ովքեր սիրով մեզ տրամադրեցին նաև հայտնի մշակութային գործիչների Մետաքսիա Սիմոնյանի, որի 100-ամյակն է այս տարի, Անահիտ Ցիցիկյանի, ջութակարուհի Արուս Ոսկանյանի, մի խոսքով այն հայտնի Սիլվա Կապուտեկյանի բացառիկ լուսանկարներ, որոնք իրենց կերպարներով ոնց որ ամբողջացրեցին խորհրդային շրջանի թեման, եւ մենք նաև համագործակցության արդյունքում հայ լուսանկարիչներ, ուրեմն ֆոտո, ուրեմն ասոցիացիայի հետ մի հատ կազմակերպեցինք այն բոլոր անդամ լուսանկարիչները, ովքեր նկարում են կինը եւ քաղաքը, համադրեցինք նաև այսօրվա Երևան, այո, այսինքն ցուցադրությունը ձգվում է հին 19-րդ դարի վերջից 20-ի սկզբից մինչև այսօր եւ 15 մասնակիցներ կան, լուսանկարիչներ, պրոֆեսիոնալ, ովքեր հավերժացրել են, այսպես ասած, քաղաքում կանանց, բայց երբ որ մենք սենց հայացք ենք նետում հնից մինչև այսօր, մենք նկատում ենք, թե ինչպես է փոխվել ժամանակի ընթացքում կնոջ դիմագծերը, քանի որ երբ որ կնոջ դիմագծերը թե բոտեքսներ արհեստական կարելի է այո այդպես ասել, բայց այստեղ քաղաքի ուրեմն ֆոնին տեսարժան վայրի կասկադ, Հանրապետության հրապարակ, Երևանի մետրոպոլիտենում կանայք տարբեր շատ հետաքրքիր լուսանկարներ կան, որ ներկայացնում են սերունդներ, այսինքն տատիկ եւ աղջիկ, մի խոսքով շատ տարբեր են, շուրջ 50 լուսանկար են ներկայացված ժամանակակից լուսանկարիչների, մոտավորապես 25 արխիվային լուսանկարներ, հին շրջանի, մոտավորապես 25 ընդհանուր 125 լուսանկար են ներկայացված եւ կարծում եմ, որ այս լուսանկարների միջոցով մենք հասել ենք այն նպատակին ընդգծելու հայ կնոջ կերպարը քաղաքային մշակույթում եւ հասարակական կյանքում նրանց դերը, նրանց ձեռքբերումները, բժշկուհի է ներկայացված խորհրդային շրջանի, որը մեծ օրինակ համամիութենական մրցանակակիր է, լինելով բարի համբավ ունեցող բժիշկ, արտադրամասում աշխատող կանանց լուսանկարներ եւ բացման օրը մարտի 7-ին էր եւ շատ այսպես կամերային մի ցուցադրություն ստացվեց եւ արձագանքները մեծ են եւ ես կարող եմ փաստել, որ շատ
գալիս են տարբեր տարիքի կանայք, անգամ թոշակառուներ այցելում են ցուցադրությունը։ Սա մի հետաքրքիր, այսպես ասած, նվեր է, որ իրականացավ մինչև ապրիլի 7-ն է լինի, բայց քանի որ արձագանքը այնքան մեծ է, միգուցե մենք 1-2 շաբաթ եւս երկարացնենք, քանի որ այցելում են ցուցադրությունը։ Եվ այս համատեքստում մեզ շատ օգնեց նաեւ հենց հայ լուսանկարիչների ասոցիացիան, որը որ համադրեց ժամանակակից լուսանկարիչներին։ Իդեպ պետք է ասեմ, որ նաեւ մասնակիցներից է Ռոբերտ Հակոբյան մի հապակորդ կոլեկցիոներ կա, որը նույնպես 70-80-ականների իր լուսանկարներն է ներկայացրել, Էմմա Մարաշտյանը իր հայտնի տարազային այդ որը կենթանացրել է ավանդական տարազներով այսօրվա ժամանակակից լուսանկարչությունը, ինքը նույնպես մասնակցել է որպես մասնակից եւ այդ համադրել ենք հին տարազների եւ իր այսօրվա ոնց որ գործունեությունը։ Գիտեք, քանի որ 10-րդ դարի վերջում Երևանում տենց հստակ չեն եղել լուսանկարչատներ եւ ամենաառաջինը որ գործել է քաղաքում, դա Լեոն լուսանկարչատունն է, որը Թիֆլիսից պարբերաբար եկել է Երևան եւ մարդիկ հավաքվել են ընտանիքներով, իրենց ավանդական հագուստներով գնացել են, նկարվել են, այսինքն այդ հավաքածուները մեզ մոտ որոշակի առումով պահպանվում են եւ դա ոնց որ լուսանկարչության սկիզբն է Երևան քաղաքում, բայց հետո ֆոտոկոմբինատներ են ձևավորվել արդեն խորհրդային իշխանության տարիներին, հայտնի Միսակյան, հայտնի այդ Դդալանի լուսանկարչատունը, չէ, տարբեր Շանթը եւ այլն, որոնց նկարներից որոշակի քանակությամբ մեզ մոտ պահպանվում է եւ ոնց որ մենք ցույց ենք տալիս եւ լուսանկարչության պատմությունը եւ կանանց այդ դիմանկարները, դիմագծերը, որոնք բացահայտում են շատ հետաքրքիր նրբություններ ժամանակի գիծը որն է ընդհանուր որ բնորոշ է բոլոր ժամանակներին ձեր կարծիքով մասնագետի եւ այցելուի աչքով կարող եմ ասել, եթե լուսանկարչատներում նկարված ստատիկ լուսանկարները առավել ոնց որ արհեստական sense սարքած պաշտոնական են, դրան հաջորդում է նմանատիպ սովետական շրջանին է, բայց այսօրվա ժամանակակից լուսանկարչության օրինակ կան կանայք, երբ որ շներով զբոսնում են քաղաքում, սուրճը ձեռքներին, որը այսօր էլ մենք տեսնում ենք, չէ՞, կամ շատ մեր անձեն աչքով ամեն օր քաղաքում տեսնում ենք այն Աբովյան, Արամի Պուշկին փողոցների Խաչմերուկի հին սև տուֆակերտ շենքերի ֆոնին շատ երիտասարդ աղջիկները նկարվում են, չէ՞։ Այսինքն նստած է։ Եվ նման լուսանկարները կամ մետրոպոլիտենում, ինչպես ասեցի, շատլվանների մոտ, այսինքն այդ բաց, այսինքն ժամանակի մեջ փոխվել են ստատիկ լուսանկարները այսօրվա գալով միջև այսօրվա մեր առօրյա կյանքում այն տարբեր ֆոների լուսանկարներ, տարբեր օրինակ DJ վակցինա օրինակ լուսանկարը կա, որպես աղջիկ կին, բայց DJ, այսինքն այդ բազմազանությունը ընդգծվում է այս ցուցադրության միջոցով, այսինքն այն ավանդականից միջև այսօրվա կնոջ կերպարը, այո, վերափոխված, այո։ Մեզ հուշեցիք, որ թանգարանի 95-ամյակն է, հետաքրքիր է այդ մասով ինչ գործունեություն եք ծավալում, ինչ է սպասվում նաև մոտ ժամանակներում։ Այո, այս տարի լրանում է Երևան քաղաքի պատմության թանգարանի 95-ամյակը եւ մենք մի շարք միջոցառումներ ենք նախատեսում, նախ ասեմ, որ շուտով մայիսի 18-ին կնշվի թանգարանների միջազգային օրը եւ թանգարանների գիշեր ծրագիրը երևի մայիսի 16-ին եւ այդ համատեքստում համերգային ծրագիր ենք նախատեսել շատ հետաքրքիր երևանյան երգերի, չեմ ուզում չակերտները այս պահին բացել, բայց կհայտարարենք, նախատեսում ենք հետաքրքիր ձևաչափով ամառային դպրոց իմ Երևանը թանգարանում, նախորդ տարի փորձ ունեցել ենք մեծ համբավ էր վայելում եւ շատ երեխաներ հուլիս-օգոստոս ամիսներին գալիս էին եւ փազլներով եւ նկարում էին Երևանը, այսպես ասած, դա երևս կկենթանացնենք եւ կիրականացնենք, իսկ արդեն հոկտեմբերի 1-2-3-ին մենք նախատեսում ենք իրականացնել, արդեն ուղարկել ենք հրավերները Երևան քաղաք եւ պատմություն խորագրով միջազգային գիտաժողով, որը միտված է հանրահռչակելու մեր մայրաքաղաքի հնամենի, այսպես ասած, այն բոլոր ուսումնասիրողների, ովքեր ներկայացնում են տարբեր հոդվածներ, ուսումնասիրություններ Երևան քաղաքի տարբեր ժամանակաշրջանների մասին, արդեն մենք ստանում ենք հնագիտության վերաբերյալ, վերջերս օրինակ
շատ մի հետաքրքիր հոդված էին ուղարկել Երևանում օգտագործվող քաղցրավենիքները 19-րդ դարի վերջ 20-ի սկիզբ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները, անգամ ունենք ռուս մասնակից, ով իրականացնում է Երևանի ուրեմն այդ լյուկերի ուսումնասիրություն, թե որ այսինքն այնքան բազմազան է եւ արդյունքում այո պլանավորում ենք այդ համարը հրատարակել եւ նվիրել, այսպես ասած, հենց մեր թանգարանի այդ ուսումնասիրությամբ գիտահետազոտական աշխատանքների մասը համակարգելու եւ հանրահռչակելու քաղաքի տարբեր այս պատմության էջերը։ Դրանից բացի ուզում ենք նաեւ 95 սելեկտիվ ընտրված մեր լավագույն ցուցանմուշների կատալոգ հրատարակել, որոնք ամեն մեկը պատմում է մի պատմություն քաղաքի մասին։ Սա եւս մեր ոնց որ այս տարվա պլանների մեջ է եւ մեկ փոքրիկ վավերագրական ֆիլմ քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման մասին։ Չնայած թիմով մի քիչ այդքան էլ լայնամասշտաբ շատ չենք, բայց փորձում ենք իրականացնել մայրաքաղաքին նվիրված այնպիսի ծրագրեր, միջոցառումներ, որոնք եւս մեկ անգամ ընդգծում են մեր Երևանի, այսպես ասած, դերը թե Հայաստանի Հանրապետության, թե առհասարակ համաշխարհային համատեքստում դրա կարևորությունը, քան որ քաղաքը կենթանի օրգանիզմ է, այստեղ ապրում են մեր համաքաղաքացիները, ինչու՞ չէ նաև բազմաթիվ ռելոկանտներ, այցելում են զբոսաշրջիկներ եւ պիտի մենք մեր ուսումնասիրություններով եւ թանգարանային գործունեությամբ իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միմիայն կհաղորդեն ամենադրականը, ջերմությունը, մեր քաղաքի հյուրընկալությունը եւ այն ամենը, ինչ միավորում է քաղաքի մարդկանց։ Շնորհակալ ենք, որ այսպես վաղ առավոտյան հետաքրքիր նախագծով մեզ մոտ համեցել եք եւ քանի որ տաք է, գարուն է եւ ես եւս հաճախ մտածում եմ որտեղ կարելի է գնալ ինչ ժամանցի կետեր, լավագույն առաջարկը մեզ ձեզ այս շաբաթվա Երևանի քաղաքի պատմության թանգարան համենալն է եւ կտեսնեն ցուցահանդեսը եւ վստահ եմ, որ շատ ու շատ ավելի հետաքրքիր նմուշներ ու նաև մեր հեռուստադիտողները կարող են իրենց հյուրերին, որոնք արտերկրից են գուցե ժամանել, տանեն, զբոսնեն այս թանգարանում, տեսնեն ինչ է հրամցվում, մեր պատմությունը ներկայացնեն, այո, որովհետև մենք դրսում շատ հաճախ հենց գնում ենք ուրիշների մասին իմանալու։ Այո։ Այնպես որ այցելեք Երևան քաղաքի պատմության թանգարան եւ այլեք մեզ հետ էիք այսօր, այո։